կապ չունի։ Էլի աղբեր ես, մի նկար է, հա։ Մի նկար է, տարիներ աղբեր։ Խուշար չես, Դուք չեք լսում, բացեցիք չեմ լսում։ Բա դուք չեք լսում։ Կեզի պեսի դեպե ուզելավ խապեմ։ Գնա։ Որտեղ սիրեմ կխապել։ Ցավերը նկարեք, մենք ինչ ենք երեւոր կնկարեք, ինչ կա նկար, հրեշտակ չեք տեսել։ Չէ, թաղամասը բավականին ակտիվ, թաղամասը այստեղ նաև Թաղամասը միշտ ակտիվ է։ ընտրությունների համար ասում եք եկել եք Ռուսաստանից, սենց տղաներով կանգնած եք, 4 բոլորն էլ ընտրատեղամաս են, 4 բոլորն էլ ընտրատեղամասեր են, ահազանգ կա, որ այստեղ ընտրակաշարք են բաժանում։ Այդպիսի ահազանգի հետքերով ենք եկել։ Ընտրակաշարք չենք, մենք ընտրակաշարք չունենք փողոր բաժանենք, չկա փող, ուրիշ բաժան։ Օ, այ, գոյի ուրիշ է, երեխեքին նկարեք, Համաստիկ նկարեք։ Ավտանի, նիզուր մի նկարեք, ստեղ այդպես բաներ չկա, թարգի, ամուր, իրոք ամուր։ Ատեղից է ժամանակը, այս աշխարհի ամենաթանկ բանը ժամանակն է։ Դուք ձեր ժամանակը կորցնում եք, իրոք կորցնում։ Ես ահազանգի հետքերով եմ եկել, քավլիցի որևէ մեկին չեմ մեղադրում։ Քաղաքացի է ահազանգել, ասում է, ես ընտրատեղամասերի հարևանությամբ գաղտնի շտաբում գումար են։ Այո, մենք իրավունք ունենք մեր աղբյուրը չբացահայտելու։ Ավտան են, ձեր աղբյուրը խապել է ձեզ։ Ամեն խապողի հետևից դուք այդպես սիրուն արեք, ձեր ժամանակը անտեղի կորցրեք։ Ձեր ցանկացած լավագույն պատասխանը ձեր ստեղից բացակայությունն է։ Թողեք հանգիստ։ Իմ աշխատանքն եմ անում։ Ես իմ աշխատանքն եմ անում։ Ձեր դուրը չի գալիս, մի հետևեք։ Խմաձել ես, հարպաձել ես։ Եղա։ Ինչ շարիկ ուդաս կմարդ կան։ Նույն կոնթամաներով մեքենարեր, այս մեքենան, այստեղ վերահսկում են ընտրողներին, այս նույն տղամարդին, ջան։ Կոլյաջան բարև ձեզ, Կոստյաջան բարև ձեզ, այստեղ բավականին ակտիվ են երիտասարդները, շատ ակտիվ դիրքորոշում են։ հաշվում են Ռուսաստանից հատուկ եկել են այսօրվա համար։ Ասեմ ավելին, շատ սրտացավ տղա էլ կար մեջները, նոր որ քշեց Լադա Կալինայով գնաց, մի քիչ առաջ ինքը փորձում էր բանաներ, ուղեկցող անձ որպես մի հատ երիտասարդ տղա հետ մտներ բանը քվեարկելու, հանձնաժողովի նախագահ, չգիտես բացի բանահատվոր հավաստիացումից բացի իրան ուրիշ բան պետք չէր, արդյոք այդ մարդը կարիք ունի ուղեկցման, ոչ տեսողական խնդիրներ, ոչ բան։ Ոստիկանությունն է տենց ոնց ասեմ, պետք է լավ հորդորես, համոզես, երբեմն բացատրես իրանց իրավունքներն ու պարտականությունները ընտրատեղամասի մոտ։ Դուք այսինքն դիմել եք ոստիկաններին։ Այսօրվա ընթացքում 3 անգամ եմ դիմել, որ այս կուտակումները բանան են։ Ես այդտեղ մարդիկ կան, որ ամեն դասարանցուս այդքան շատ չեմ տեսել, ինչքան այս մարդկանց այս առավոտվանից սկսած։ Բավականին ակտիվ թաղամաս է նաև ընտրական է, այսպես տեղամասերի առումով։ Թաղամասն է, որը համարվում է Սարիկենց ոչինան։ Առավոտյան նաև Սարիկի մորաքրոջ տղաներ այստեղ բուրըն գործունեություն ծավալում։ Նաև նշում եք, որ ընտրողները միանգամից մտնում են։ Առավոտյան, հիմա չէ, հիմա երբ որ միջամտություն եղավ լրագրողներ եկան, այդ process-ը դադարեց։ Բայց օրինակ Սարիկ Մինասյանի աղբերը համընդեղա մտե ես ֆիքսել եմ, համընդեղա մտե ես ֆիքսել եմ։ Ոստիկան իսկ որևէ արձանագրություն կազմվել է, թե շառավիղը թույլ չի տալիս։ Արձանագրություն կազմվել է։ Թույլատրելի չի այս տարածքում, այսինքն ընտրատեղամասից 50 մետր ոչ հեռու տարածքում ունենալ շտաբ, ընդ որում ոչ լեգալ շտաբ, որտեղ շտաբի օրինակելի տեսք չունի եւ ներսում են միայն Սարիկ Մինասյանի նկարները փակցած։ Մենք ամեն դեպս Լիայի հետ որսակ ենք։ Եղբայրն էլ է ներսում լինում, բարվեն։ Եղբայրն էլ է Սարիկի ներսում, այսինքն
ճիշտ էին այստեղից պատուհաններից հսկող քաղաքացիները, որ մեզ ահազանգում են, որ այստեղ ԿՊ-ի որջջ կա եւ բոլոր ընտրողները պարտադիր անցնում են այս։ Ես ավելին ասեմ, ես հիմնավոր կասկած ունեմ, որ այս ընտրատեղամասը, ակտիվ ընտրատեղամասն է։ որը շատ փոքր է, երևի 30 քառակուսի է։ Ես կարծում եմ, իրավունք ունեմ մտածելու, որ այս տեղամասը այս պայմաններում ընտրվել է ոչ թե իր հարմարավետության տեսանկյունից ընտրողների համար, այլ ԿՊ-ի հարմարավետության տեսանկյունից, որ մի հատ խաձի հատ կասի, ասես դեմը կանգնած հետևեն, ով եկավ, ով չեկավ, ոնց ինչքան մնաց, ինչա կատարվում, բան։ Շնորհակալություն։ Խնդրեմ։